Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Փառքից առաջ խոնարհությունն է գնում Առակաց 15:33 Անձը խոնարհեցնելը միշտ բարի օրհնություն է բերում իր հետ Եթե մենք դատարկենք մեր սրտերը անձնասիրությունից, Աստված դրանք իր սիրով կլցնի։ Նա, ով ցանկանում է մտերիմ հաղորդակցություն ունենալ Քրիստոսի հետ, պետք է հիշի Տիրոջ խոսքը. Ես սրան եմ մտիկ տալիս խոնարհին և կոտրած հոգի ունեցողին և իմ խոսքից դողացողին։ Եսայի 66:2 Ցած իջիր, եթե ցանկանում ես երկինք բարձրանալ։ Միթե մենք Հիսուսի համար չենք ասում, նա ցածրացավ, որպեսզի բարձրանա։ Դու էլ պետք է նույնն անես։ Դու պետք է խորը արմատներ գցես, որ կարողանաս լավ աճել։ Երկնքի հետ ամենաքաղցր հաղորդակցությունը ունենում են խոնարհ հոգիները և միայն նրանք։ Աստված ոչ մի օրհնություն հետ չի պահում ամբողջովին կոտրված հոգիներից։ Երանի հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի թագավորությունը, Մատթեոս 5:3 իր ողջ հարստությամբ և գանձերով, Աստծո ողջ գանձարանը որպես շնորհքի պարգև հանձնվում է այն հոգուն, որը բավականաչափ խոնարհ է, որպեսզի ընդունելով հանդերձ չհպարտանա դրանով։ Աստված մեզ բոլորիս օրհնում է ճիշտ այն չափով, որն անվնաս կլինի մեզ համար։ Եթե դու որևէ օրհնություն չես ստանում, պատճառն այն է, որ դա ապահով չէ քեզ համար։ Եթե մեր երկնավոր Հայրը թույլ տար, որ քո հպարտ հոգին հաղթանակ տաներ նրա սուրբ պատերազմում, դու քեզ կվերցնեիր նրա փառքի պսակը և հանդիպելով հաջորդ թշնամուն, վերջինիս զոհը կդառնայիր։ Այնպես որ դու քո իսկ անվտանգության համար ես ցածր պահվում։ Երբ մարդն անկեղծորեն խոնարհ է և երբեք չի համարձակվում դիպչել փառքի մի չնչին փոշեհատիկի անգամ, այդ դեպքում հազիվ թե սահման լինի նրան, ինչ Աստված կանի այդ մարդու համար։ Խոնարհությունը մեզ պատրաստում է ընդունելու այն բոլոր օրհնությունները, որոնցով ամեն շնորհքի Աստվածը ցանկանում է օրհնել մեզ և օգնում է իմաստությամբ վարվել մեր մերձավորների հետ։ Իրական խոնարհությունը ծաղիկ է, որ կարող է զարդարել յուրաքանչյուր պարտեզ։ Այն մի համեմունք է, որով կարելի է համեմել կյանքի ցանկացած ուտեստ և արդյունքը միշտ գոհացնող կլինի։ Թե աղոթքի և փառաբանության մեջ, թե ջանքի և աշխատանքի մեջ, անկեղծ խոնարհության աղը չի կարող չափից ավել լինել։